Բարև ձեզ հարգելի գործընկերներ, շնորհակալ եմ, որ նախընտրական թոհուբոհի մեջ ժամանակ եք գտել նաև մեր համար, այսօր կարևոր իրադարձություն ունենք, պատիվ ունեմ հյուրընկալել Լիտվայի արտաքին գործերի նախարար եւ իմ լավ գործընկեր եւ բարեկամ Կեստուդիս Բուդրիսին եւ նրա գլխավորած պատվիրակությանը Պարոն նախարար, մենք հաճախ տարբեր հարթակներում առիթներ ունենում ենք շփվելու, բայց իհարկե երկկողմ այցերը եւ միմյանց հանդիպել եւ հանգամանալից քննարկումներ ունենալը մեր մայրաքաղաքներում առանձնահատուկ հնարավորություն է, առաջ մղելու մեր քաղաքական երկխոսություն եւ համագործակցությունը։ Պետք է ասել, որ հարգելի գործընկերներ, այս առիթը բավականին սիմվոլիկ ժամկետում է տեղի ունենում մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակում եւ հենց այս ժամկետում էլ մենք ունենալով բոլոր նախկին զարգացումները համագործակցությունը կարողացանք ստորագրել մի փաստաթուղթ, որով բարձրացրեցինք մեր հարաբերությունների մակարդակը Հայաստանը եւ Լիտվան այս պահից սկսած ռազմավարական գործընկերներ են, սա մի ձևաչափ է, որը մեզ հնարավորություն կտա եւ ավելի լրջացնելու մեր քաղաքական երկխոսություն եւ համագործակցությունը, բայց նաեւ ավելի համապարփակ մոտենալու ոլորտային համագործակցությանը։ Մենք այսօր հնարավորություն ունեցանք քննարկել մեր տնտեսական համագործակցության հեռանկարները, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, կիբերանվտանգության, որտեղ Լիտվան հարուստ փորձ ունի, որտեղ մենք որոշակի փորձ եւ գիտելիքներ ունենք եւ կկարողանանք օգտակար լինել միմյանց։ Իհարկե մենք մեր բարեկամությունը, որը վերջին տարիներին ընդգծված կերպով դրսևորվել է երկկողմ հարթություններում, իր դրսևորումն է գտնում նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններում եւ նաև միջազգային հարթակներում։ Մենք երախտապարտ ենք նաև մեր լիտվացի գործընկերներին Հայաստան-Եվրոպական միություն, ուրեմն հարաբերությունների խորացման հարցում ստացած մեծ աջակցության համար շատ հետաքրքիր համագործակցության ձևաչափ է մեզ համար շատ կարևոր նաև եւ հետաքրքիր ձևաչափ է Հայաստան, Նորդիկ, Բալթիկ երկրների համագործակցության ձևաչափ, այստեղ եւս վայելում ենք Լիտվայի լիակատար աջակցությունը, մի մեր համագործակցության եւ կամ ընդհանուր համագործակցության լավագույն դրսևորումներից, ամենաթարմ դրսևորումներից մեկը մենք վերջերս հյուրընկալեցինք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը Երևանում եւ նաեւ անմիջապես դրան զուգահեռ տեղի ունեցավ Հայաստան-Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը Պետք է անպայման ընդգծենք, որ մեր հարաբերությունները հիմնված են նախ եւ առաջ ընդհանուր արժեքների վրա՝ ինքնիշխանության, ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ սա իհարկե ուրախալի նորություն է, բայց կա զուգահեռ նորությունը, որ այս նույն արժեքները, որ ես քիչ առաջ նշեցի, թիրախավորվում են տարբեր կենտրոնների կողմից մեր օրերում եւ հիբրիդային սպառնալիքների ներքո են գտնվում եւ ուզում եմ ասել, որ սա եւս մի ոլորտ է, որտեղ մենք եւ Լիտվան սերտորեն համագործակցում ենք, ուրեմն հասցեագրելու այս մարտահրավերները։ Հարգելի գործընկերներ, իհարկե մենք խոսել ենք նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանային հարցերի վերաբերյալ, նաեւ առհասարակ աշխարհակաղակական իրավիճակի վերաբերյալ ես գործընկերոջս ներկայացրել եմ մեր եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը, ենթակառուցվածքների ապաշրջափակումը, ներկայացրել եմ TRIP նախագիծը, դրա շրջանակներում ձեռնարկվող քայլերը եւ այստեղ էլ մինչ այսօր եւ վստահ եմ ապագայում եւս հանդիպել ենք եւ կշարունակենք հանդիպել միայն Լիտվայի ողջունելը եւ աջակցության պատրաստակամությունը։ Սա շատ համառոտ ամփոփումներ նրա, ինչ մենք քննարկել ենք եւ ինչ մենք ունենք մեր օրակարգում։ Եվս մեկ անգամ շատ շնորհակալ եմ եւ շատ ուրախ եի ընդունել ձեզ Հայաստանում, սիրելի բարեկամ։ Շնորհակալ եմ հարգարժան նախարար Արգելի Արարատ Ինձ համար մեծ ուրախություն է այսօր այստեղ լինել Երևանում, Հայաստանում։ Շատ շնորհակալ եմ ձեր հյուրընկալության եւ հյուրասիրության համար, որ արդեն իսկ վայելել ենք։ Մեր երկկողմանի հարաբերությունների հետ կապված իսկապես մեծ ուրախություն է։ Տոններ
էլ այս 35-րդ տարեդարձը մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ կապված։ Եվ ես մեծ ուրախությամբ եւ բարդությամբ ասում որ Լիտվան առաջին երկիրն էր, որ ընդունեց Հայաստանի անկախությունը 91 թվականին։ Անշուշտ այսօր մեր դիվանագիտական եւ քաղաքական կապերը օնլայնված են, ավելի ամուր են, քան երբևէ եղել են, եւ մենք էլ ավելի ենք այն օնլայնում։ Բարձրացնում ենք մեր հավակնությունների մակարդակը հենց այսօր։ Նախարարի հետ մենք ստորագրեցինք ռազմավարական գործընկերության հռչակագիրը, որը օնլայնում է մեր համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում։ Եվրոպական ինտեգրումը, ժողովրդավարական դիմականություն, տնտեսություն, բարձր տեխնոլոգիաների կրթություն, մշակույթ, ժողովրդերի միջև կապեր, ցանկացած բան, որը մեր ժողովրդերին բարոյության մակարդակը բարձրացնի։ Ուսի սիրով սպասում եմ, որ ավելի օնլայնենք մեր երկխոսությունները այս նոր ձևաչափով կունենանք հանդիպումներ եւս, հուսանք, որ շատ շուտով Լիտվայում դա կլինի եւ կքննարկենք ավելի թե ինչպես կարող ենք շոշափելի արդյունքների հասնել մեր ժողովուրդների համար։ Խոսելով շոշափելի արդյունքների մասին, դա եվրոպական ինտեգրումն է կամ եվրոպայնացումը, որը բազմաթիվ առավելություններ է տալիս ժողովուրդներին, Հայաստանի հասարակությանը։ Ազատ շարժումը ժողովուրդների, ապրանքների, ապրանքաշրջանառությունների, ազատ տեղափոխություն, ապրանքների եւ ծառայությունների եւ կապիտալի։ Ուսի նախ սկսում ենք ժողովուրդների միջև այս կապերը եւ Լիտվան շատ հպարտ է, որ այս ծրագիրը առաջ է տանում աջակցելու, որ Հայաստանը պատրաստվի այս լիբերալիզացման, ազատականացման ձեռնարկը իրականացնելու, նախաձեռնություն իրականացնելու։ Ուսի մենք ունենք այս նախագիծը մեր արժեվ դրված եւ հուսանք, որ մենք կարողանանք օգնել արագացնել այս ընթացքը, որ Հայաստան մուտքի արտոնագրերի ազատականացված փուլ կարողանա թևակողել եւ արդեն շատ քիչ սահմանափակումներով կարողանան ձեր հասարակությունը ճամփորդել ամբողջ Եվրոպական միությունում։ Մյուս ոլորտները մեր տնտեսական համագործակցության, ոչ միայն տնտեսական, երկկողմանի մեր հարաբերությունները, ինչպես պարոն նախարարն արդեն իսկ նշեց, բարձրաժեք ուղղություններով են ապագայամետ ոլորտներն ենք մենք թիրախավորում, դրանք են կրթական տեխնոլոգիաները, պարենային, ՏՀՏ ոլորտներ, վերականգնվող, արհեստական բանականություն, կիբերանվտանգություն, կառավարման, պետական, թվայինացման նորարարություններ, այս բոլոր ոլորտները մենք Լիտվան ունենք փորձառություն եւ ուզում ենք կիսվել եւ գիտենք, որ Հայաստանում եւս կան ձեռքբերումներ եւ գիտելիքներ այս ոլորտում։ Ուսումնասիրած ակնկալիքով սպասում ենք այս ամենն էլ ավելի ընդլայնելու եւ կիսվելու լավագույն փորձով, որով որ մենք կարող ենք եւ այն ամենը ինչ կարող ենք միասին անել։ Ինչ վերաբերում է անվտանգության ոլորտին, այո, քննարկել ենք ի սկզբանե իրավիճակը ինչպիսին է եղել, ինձ նախարարը տեղեկացրեց եւ բացատրեց աշխարհաքաղաքական զարգացումների մասին եւ ներկայացրեց Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների մասին, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների դրական առաջխաղացումների մասին։ Այս դրական առաջխաղացումները բոլորս կարիք ունենք, սա կայունություն է բերում եւ նոր հնարավորություններ են ձեռում։ Ուսի Լիտվան լիովին աջակցում է խաղաղության գործընթացը եւ հուսանք, որ այն նոր տնտեսական հնարավորությունների տեղարկվածի բոլորի համար սահմանները բացելով, առևտուրը բացելով, ճանապարհը ենթակառուցվածքները բացելով, ժողովուրդների միջև կապերը ազատ դարձնելով, ապրանքների շրջանառություն, այս ամենը ավելի անվտանգության մակարդակը կբարձրացնի, որ արժանի եք բոլորդ այստեղ։ Նաև ուզում դրվատանքի արժանացնել Հայաստանին, գնահատել Հայաստանի հրաշալի կազմակերպվածությունը, երեք շատ կարևոր միջոցառումներ իրականացնելու ոլորտում, դա եվրոպական համայնքների գագաթնաժողովներ եւ Եվրոպա-Հայաստան գագաթնաժողովներ, որտեղ ունեցավ եւ շատ հաջող կերպով գիտեմ, որ եվրոպյանյան երկխոսություն իրականացվեց այստեղ։ Դուք ոչ միայն հյուրընկալ երկիր եք, որ կարողանում եք այդ ամենն ապահովել այսպիսի բարձր մակարդակի միջոցառումների համար, այլ ավելին դուք ակտիվ եք, վստահ եւ կոնստրուկտիվ միջազգային դերակատար եք դուք կառուցողական այս մեծաթիվ միջազգային գործընկերների գործընկեր։ Շատ շնորհակալ ենք ձեր հյուրընկալության համար, բայց հյուրընկալելու համար եւ մեծ սիրով սպասում ենք ընդլայնելու մեր հարաբերությունները։ Սիրելի ընկեր, շատ շնորհակալ ենք ձեր ջերմ խոսքերի համար, իսկ այժմ անցնենք հարցերին։ Եկեք հարցերը լսենք եւ հետո անցնենք պատասխաններին, երկու հարցերն էլ համեցեք, Աննա եւ մյուսը։ Հարցս Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին է։ Մայիսի սկզբին տեղի ունեցավ Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովը։ Ես կխնդրեմ նախ գնահատել, թե դա ինչ տվեց Հայաստանին, որքանով
ընկալելի դարձան Հայաստանի մոտեցումները Եվրամիության միջազգային հանրության համար եւ ինչ ռիսկեր ավելի հստակ դարձրեց նկատի ունեմ Ռուսաստանից հնչող հայտարարությունները գագաթնաժողովից հետո մասնավորապես Պուտինի կողմից կողմնորոշվելու մասին հորդորը եւ անգամ քաղաքակիրթ ապահարզանի մասին այսպես հուշումը շնորհակալություն Շնորհակալություն, իմ հարցը Լիտվայի արտաքին գերատեսչության ղեկավարին, դուք ինչպես եք գնահատում Հայաստանի եվրոինտեգրման շանսերը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցերի համար։ Ես կարծում եմ, որ Հայաստան Եվրոպական միություն գագաթնաժողովը որը կրկին ուզում եմ ընդգծել երբևէ տեղ ունեցած առաջին այս ձևաչափի հանդիպումն էր, բավականին արդյունավետ էր, հանդիպման արդյունքներով բավականին ծավալուն, եթե հիշողությունս չի դավաճանում, 35 կետանոց համատեղ փաստաթուղթ է ընդունվել, որտեղ կարող եք պատկերացնել տարբեր ոլորտներ են նշվում, որտեղ համագործակցությունը հաստատված է եւ կամ խորանալու մտադրություններ եւ կամ կոնկրետ ծրագրեր են կողմերը մատնանշում, որոնք պետք է համատեղ իրականացնեն։ Կարող եմ ասել, որ ինչպես նախկինում այսօր եւս եւ հուսով եմ վստահ վաղը եւս Եվրոպական միությունը շարունակելու է աջակցել Հայաստանի ժողովրդավարությանը եւ տարբեր ոլորտներում Եվրոպական միության հետ ուրեմն այդ ինտեգրացիայի գործընթացին ինչ վերաբերում է ձեր հարցին թե որքանով ավելի ընկալելի դարձան Հայաստանի մոտեցումները պետք է ասեմ որ նախկինում եւս Հայաստանի մոտեցումները մենք միշտ բավական դինամիկ կերպով ներկայացրել ենք տարբեր հարցերում Հայաստանի մոտեցումները ներկայացրել ենք Եվրոպական միության մեր գործընկերներին ինչպես Եվրոպական միության, այնպես էլ անդամ երկրների գործընկերներին եւ այս գագաթնաժողովը եւս այս առումով որևէ բացառություն չէր, գաղտնիք չի, որ Հայաստանը եւ Եվրոպական միությունը օր-օրի ավելի եւ ավելի են մոտենում միմյանց, դրա համար կան բոլոր հնարավորությունները, դրա համար կան թիվ 1 նախադրյալը ըստ էության Հայաստանի ժողովրդի եվրոպական հավակնությունները, որոնք արտահայտվել են օրինակ անցած տարվա քաղաքացիական նախաձեռնությամբ, որը ի վերջո վերածվեց ազգային ժողովում ընդունված օրենքի երբ հարցնում եք այլ գործընկերների, այդ թվում նաև Ռուսաստանի գործընկերների կողմից այդ առիթով եւ նմանատիպ առիթներով հնչող գնահատականներին, կարող եմ ասել, որ նշեցիք նաև քաղաքական ապահարզան, մենք չենք պատրաստվում ապահարզան տալ որևէ մեր գործընկերոջ կամ ապահարզան ունենալ որևէ գործընկերոջ հետ մեր հարաբերություններում, ընդհանրապես քաղաքականություն եւ դիվանագիտությունը այդպիսի ապահարզաններ կարծեմ թե այդպես առանձնապես չի ճանաչում պատմության ընթացքում, մենք նաև չենք պատրաստվում այսպես հակամարտ կամ երևի ավելի տեղին կլինի ասել լարվածություն մտցնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, մենք գործընկերներ ենք, որոնք կապված են բազմաթիվ կապերով եւ մենք տրամադրված ենք առողջ ուրեմն միջավայրում, առողջ քննարկման միջավայրում այդ հարաբերությունները, փոխշահավետ հարաբերությունները զարգացնելուն խնդիրներ կան անշուշտ, նաև տեսնում, բայց կարծում եմ, որ խնդիրներ կան բոլոր հնարավոր հարաբերություններում աշխարհում եւ միշտ էլ այդպես է եղել, այդ խնդիրներին ուղղակի պետք է կոնստրուկտիվ քննարկման լուծումներ գտնել եւ ի վերջո բոլոր կողմերը, ես նաև տեսական ասում եմ, էլի բոլոր տեսակի հարաբերությունների համար, պետք է մեծ հարգանքով վերաբերվեն մյուս կողմի այս կամ այն հարցում ինքնուրույն որոշում կայացնելու ուրեմն իրավունքին, մենք շատ լավ հասկանում ենք եւ Ռուսաստանից չէ որ մեզ պետք է ասեն, որ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը եւ Եվրոպական միության անդամակցությունը անհամատեղելի են։ Հնարավոր չի մենք մնանք Եվրասիական տնտեսական միության մեջ եւ դառնանք Եվրոպական միության անդամ։ Եվ ահա մեր մոտարկումը Եվրոպական միության հետ մենք շարունակելու ենք եւ երբ որ կլինի կհասունանա կգա այն պահը, որ մենք պետք է հենց այդ պահին որոշում կայացնենք լինել այս խմբի, թե այս խմբի ուրեմն երկրների ընտանիքների անդամ, մենք այդ որոշումը կկայացնենք, այստեղ որևէ նորություն չկա եւ կրկին մեզ դրսից չի որ պետք է այս մասին ասեն։ Մնացածը մենք բոլոր ուղղություններով հակված ենք դրական, առողջ, փոխադարձ հարգանքի եւ փոխադարձ շահերի վրա հիմնված
համագործակցության շարունակմանը։ Շնորհակալ եմ ձեր հարցի համար։ ԵՄ-ն դա կայսրություն չի, սա միջազգային կազմակերպություն է։ Եվ այս կազմակերպության հիմքում արժեքներն են, սկզբունքները եւ որոշ կանոնակարգեր։ Մենք ուզում ենք իրար նման լինել եւ ուրիշները ուզում են մեզ նման լինել, ուզում են անդամպետություններ լինել, մենք բոլոր աջակցությունը տրամադրում ենք։ Եվրոմիությունը ժողովրդավարությանն է վերաբերում, օրենքի գերակայության, խաղաղության եւ բարգավաճման սկզբունքների հիման վրա է կառուցված։ Ինչպես ենք մենք դրան հասնում։ Մենք կարծում ենք, որ լավագույն մոդելն ենք ստեղծել աշխարհում, թե ինչպես է հնարավոր սա անել։ Ինչպես կարող ենք մեր շահերը համապատասխանեցնել, ինչպես կարող ենք խաղաղություն պահպանել մի բան, որ երբեք Եվրոպայում այսքան երկար չի աշխատել, հիմա մենք այլևս չենք կռվում, մենք առևտուր ենք իրականացնում, նոր տեխնոլոգիաներ ենք ստեղծում, ապագան ենք մենք կերտում եւ աշխարհը սրա կարիքն ունի։ Ուստի բոլոր ազգերը, ովքեր ուզում են միանալ ԵՄ-ին գործընկերության եղանակով, անդամակցության եղանակով, մենք բաց ենք։ Երբ Հայաստանի ժողովուրդը նախաձեռնեցին այս օրենսդրությունը, որ նախկինում ստորագրվեց եւ դիվանագիտական կապերը, սա ազդակ էր, որ մենք ուզում ենք ավելի սերտորեն համագործակցել մեր կողմից, այո, իհարկե, սիրով։ Խոսենք, տեսնենք, թե ինչ կարող ենք անել։ Մեզ համար սա ստեղծել այն կանոնակարգը, որ ավելի լավ առևտրաշրջանառություն ունենա, 5 միլիարդ ժողովրդի մասին է խոսքը 500 միլիոն անձիկ կամ որոնք ապրում են այդ մեր ցակմակում, որտեղ որ ամենամեծ հնարավորություններից մեկն է ընձեռում բիզնես ոլորտներում, որտեղ մենք կարող ենք առևտրաշրջանառությունները սահմանները հատելով եւ շատ արագ կազմակերպել այս ողջ առևտուրը։ Սա այսպեսով մենք ստեղծում ենք այն կամուրջները, որոնք ենթակառուցվածքային գործընկերություններ են հաստատում։ Դիտական մեր հարաբերությունը գիտեք ինչն է, եվրոպայնացումները, որ մեզ օգնել ոչ թե անդամ դառնալ, այլ գործընթաց, այդ ընթացքը ամրապնդել քո երկիրը, ամրացնել քո երկիրը, քո ինստիտուտներին զորացնել, քաղաքացիությունը զարգացնել, ժողովրդավարությունն ամրապնդել, ժողովրդավարությունը նախ եւ առաջ դա ազատ եւ արդար ընտրությունների մասին է խոսքը, դուք արդար եք, դուք պիտի որոշեք, ով եք ուզում եւ ում եք ուզում, որովհետեւ եք ուզում գնալ։ Սա է եվրոպական գաղափարախոսությունը, ես չեմ կարող պատկերացնել, թե ինչպես կարող է դա ընդունվել որպես թշնամական։ Սա որևէ մեկի դեմ չէ, դուք եք որոշողը։ Ուստի այս ընթացքում ԵՄ-ն կարող է շատ օգտակար լինել եւ առանցքային դերակատարում կարող է ունենալ։ Մենք օգնում ենք բարեփոխումներ կազմակերպել, իրականացնել ամենաբարձր ստանդարտներ ներմուծել, էներգետիկա ոլորտին, գյուղատնտեսության ոլորտին, թե ցանկացած այլ ոլորտում լինի։ Մենք գիտենք ինչպես դա լավագույնս հասնել դրան եւ կարող ենք օգնել եւ աջակցել։ Ուստի ես այդ բոլոր հնարավորությունները, որոնք կան, կվերցնեի տարբեր ծրագրերի շնորհիվ, մասնակցության շնորհիվ, տարբեր Եվրոպայության տարբեր ազգերի առաջարկած մոդելների շնորհիվ եւ այս աջակցությունը կստանայի եւ կփորձենք բարելավել կենսամակարդակը, արդեն ձեր որոշումը, դուք եք որոշում թե ապագան ձեր ինչպիսին կլինի։ Ես հավատում եմ եվրոպական ծրագրին, ես հավատում եմ Եվրոմիությունը որպես ուժեղ աշխարհակաղակական գործորդ, մի դերակատար, որը կարող է աշխարհի ապագան կերտել։ Մենք պետք է այնպիսի գործորդ, որը հուսալի է, որը պաշտպանում է, որը հարգում է միջազգային իրավունքը, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության սկզբունքները կարևոր են եւ այս դերակատարը շատ կարևոր է եւ ավելի կամրապնդվի եւ Եվրոպան ել ավելի միացյալ լինի։ Անշուշտ ընդլայնումը կարևոր է, սա մեր ծրագրում կա։ Եվ երբ այն կավարտվի այն ժամանակ, երբ արժեքները դադարեն գործել, այն մենք Եվրոպան ենք եւ այս արժեքների հիման վրա ենք եւ մենք միասին պետք է լինենք, եթե կան որոշ հարցեր, մենք պետք է միասին լուծենք։ Ուստի այս հեռանկարները, որ ես տեսնում եմ այս պահին ձեր կառավարության ջանքերը ստեղծելու այս կառուցողական իրավիճակը կայունություն բերելու երկխոսություն ունենալու խաղաղության գործընթաց առաջ տանելու բերելու ավելի լավ հեռանկարներ, հենց մենք սրա կարիքն ունենք, հենց սա է մեր ուզածը եւ մենք ԵՄ-ից գալիս ենք բաց ենք։ Ուսի ես քաջալերում եմ ձեզ օգտագործելու այս ընթացքը գործընթացը անելու այն ամենը, ինչ առաջարկում է ձեզ եւ ստեղծել ձեր ապագան։ Ժողովրդավարությունները չեն կռվում։ Ժողովրդավար երկրները ամենահարուստն են աշխարհում։ Ցանկացած եթե հարց տակ երկրների ամենալավ արդյունքները հենց ժողովրդավար երկրներում են եւ Եվրոպայում։ Իսկ ինչու՞ չլինել այս ընտանիքի մի անդամ։ Շնորհակալություն։ Այսքանով կավարտենք ասելիս։